Հայրենի էջմիածնում իրենց տամբակում է հերոս Վաչագան Մանուկյանը։ Հայրը բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը Գրիգոր Գրիգորյանի քանդակում ճանաչում է որդուն։ Այս կիսանդրին նաև Վաչագանի մասին պատմում է բաներ, որոնք երբեք չի իմացել հայրը։ Կարողացել է այդ ամեն ինչը ներառել, շտրիխել եւ ինձ համար, որ ես ապրել եմ Վաչագանի հետ, նոր գույներ, նոր շտրիխներ եմ տեսնում, որոնք ինձ համար իսկապես որպես ծնողի անճանաչելի է։ Ինքը Վաչագանի հայրն է, թե Վաչագանն իր հերոսն է, որդու 35-ամյակին ինքն իրեն հարցնում է բանաստեղծը։ Ավելի շատ իմ հերոսն է։ 2020-ի նոյեմբերի 8-ին Շուշիի մատույցներում զոհված կամավորական որդին կգերազանցեր բանաստեղծորեն։ Կասկած չունեն մտավորականների տամբակում հավաքվածները։ Վաչագանը քիչ ժամանակ ունեցավ գրելու, բայց արժանի գործեր շատ ունի։ Մի օր նյութ բերեց կարդալու, ասի Վաչյան, պապային դու կարդա, ես մասնագետ չեմ, ասես չէ, հոպար ջան, եթե դու կարդաս ասես, որ նորմալ է, արդեն մի քիչ առանց վախենալու գտամ պապան կարդա, ինքը որտեվ հեր իր համար մեծ նշանակություն ուներ, չափանիշ էր, ինքը չէր ուզում հորը սխալ բան տար։ Որդու զոհվելուց հետո Խաչիկ Մանուկյանը հրատարակել է նրա անտիպ գործերը։ Գրողների միության նախագահը հիշում է, պատերազմ գնալուց առաջ Վաչագան Մանուկյանը գրել էր. եթե մի հրեշավոր դիպվածով զոհվի, իր հարազատներին բոլորին խնդրում է չկորցնեն իրենց հոգու լույսը։ Երիտասարդ տարիքին անհամապատասխան լրջություն ուներ եւ հայկական մտածողության շերտերներ ուզում իր համար բացահայտել եւ իր համար գծագրեր, թե ինչպիսին պիտի լինի։ Նոր հրատարակված ազգային հերոս Վաչագան Մանուկյանը գրքում Բագրատ arczepiskopos Գալստանյանն է նախ պատմում Վաչագանի մասին։ Նրա սխրանքների մասին խոսում են զինակիցները։ Մշակութային գործիչներն ընդգծում են, որքան հասուն էր գրում երիտասարդ տղան։ Վաչագանի հետ շատերը ծանոթացել են զոհվելուց հետո նրա բանաստեղծությունները կարդալով։ Ես նույնիսկ Արցախյանի ժամանակ ընկերներ ունեմ, որ զոհվելուց հետո եմ ընկերացել։ Աղվան Մինասյանն է թվում, որ իր պոեզիան կարդացի եւ հասկացա, որ մենք մարտական ընկերներ ենք եղել, ուղղակի իր հետ չեմ շփվել։ Եվ առասարակ տղերքից հետ 5000-ն էլ մեր ընկերներն են։ Կապ չունի գրում էին, թե չէ, իմ տղան էլ էր գրում, բայց դա որևէ կապ չունի։ Հերոսների նկարները պատերից մաքրելով ոմանք կարծում են, թե ջնջում են նրանց արած գործերը, զարմանում է Խաչիկ Մանուկյանը։ Մի վարդ իր ազգի հերոսներին շրջանցում է, մոռանում է եւ նրանց կայացրած հերոսությունը չի համարում իրենը։ Այսինքն այդ անմահության խորհրդից հրաժարվում է, մնում է այս պահական երևույթ փշրվում, թափվում է, կորչում գնում է։ Սրանց հեռացնելուց հետո կտեսնեք, որ որևէ հիշողություն չեն թողնելու, ընդհանրապես հիշելու են, որ եղել է չարքապատկան մի ներկայություն, որը միայն ու միայն վնաս է բերել մեր ազգին, մեր ժողովրդին։ Հերոսները հաղթելու են։ Վաչագանի ներկայությունը զգում է հայրը, բոլոր տղերքն են ապրում։ Գայանե Մովսիսյան, Արաքել Օհանյան, Էլեն Յահինյան, Հայլուր։